Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր թեթև զրույցի հերթական թողարկումն է։ Մեզ հյուրընկալվել է պլաստիկ վիրաբույժ Տաթևիկ Պողոսյանը։ Ողջույն Տաթևիկ ջան։ Ողջույն եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն բժշկուհի, շատ շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար ու կարող ենք սկսել ձեր մասնագիտական ուղու հենց այն սկզբնական շրջանից, այսինքն թե ինչու որոշեցիք դառնալ պլաստիկ վիրաբույժ, ինչ մոտիվացիաներ ունեիք եւ արդյոք այդ ճանապարհը հեշտ էր։ Այն որ վիրաբույժ եմ դառնալու, գիտեի արդեն բժշկական ընդունվելու առաջին օրերից, բայց այ պլաստիկ վիրաբուժության եկել եմ ուսման ընթացքում մի քանի իրադարձություններից ու իրավիճակներից հետո։ Նախ սկսեցինք արդեն բարձր կուրսերում այցելել հիվանդանոցներ, կլինիկաներ ու տեսնել, շփվել իրական հիվանդ պացիենտների հետ ու ես հասկացա, որ ապրումակցում է էմպաթիան իմ մոտ չափազանց արտահայտված է ու ես օրեր, շաբաթներ, երբեմն նույնիսկ ամիսներ շարունակ մտածում էի ինչ-որ դեպքի, ինչ-որ պացիենտի մասին ու շատ ծանր էի տանում։ Այդ ժամանակ հասկացա, որ ինձ դժվար է լինելու հիվանդ պացիենտների հետ աշխատելը։ Այսինքն պետք է ընտրեմ մասնագիտություն, որտեղ մաքսիմալ ինչքան էլ տարօրինակ չեն, առողջ են մարդիկ։ Երկրորդը ճակատագրի բերումով հայտնվեցի Հայաստանի ամենալավ կլինիկաներից մեկում, երբ դեռ ուսանող էի, որտեղ զբաղվում էին հենց պլաստիկ վիրաբուժությամբ ու սիրարվեցի այդ բժիշկների աշխատանքին։ Եվ երրորդն ու ամենակարևորը էլի ուսանողական տարիներին հայտնվեցի պլաստիկ վիրաբուժության միջազգային կոնգրեսի, որը կազմակերպվել էր Հայաստանում ու տեսա հայազգի ու ոչ միայն հրաշալի վիրաբույժների, ովքեր հավաքվել էին այստեղ ու ուղղակի սենց լայն բացած աչքերով նայում էի, թե ինչեր կարող են անել պլաստիկ վիրաբույժները ու առհասարակ այդ ինչ գեղեցիկ մասնագիտություն է։ Այդ օրը վերջնականացավ որոշումս, հստակեցվեց ու ես հասկացա, որ ես ուզում եմ պլաստիկ վիրաբույժ դառնալ։ Երբ որ մենք ասում ենք պլաստիկ վիրաբուժություն, մենք հասկանում ենք դա բավականին նեղ, բայց կարծում եմ, որ ինքը լայն է եւ ճյուղավորվում է։ Կարող եք ներկայացնել, թե պլաստիկ վիրաբուժության կոնկրետ որ օրինակ հենց ճյուղերից կամ որ ոլորտներով եք դուք իրագործում։ Նախ երկու մեծ ճյուղի է բաժանվում ռեկոնստրուկտիվ վիրաբուժության եւ էսթետիկ կամ կոսմետիկ պլաստիկ վիրաբուժության։ Ես զբաղվում եմ էսթետիկայով։ Սրանք երկուսն էլ շատ կարևոր ճյուղեր են։ Էսթետիկայում մենք ավելի շատ գործ ունենք մարդկանց արտաքինի փոփոխությունների հետ, մարդկանց ովքեր չունեն որևէ դեֆեկտներ, այլ պարզապես ուզում են փոխել իրենց արտաքինը կամ արտաքինի մեջ ինչ-որ ասպեկտ։ Իսկ ռեկոնստրուկտիվ վիրահատությունների դեպքում աշխատում են վիրաբույժները բնածին դեֆեկտներով կամ տրավմաներից, ինչ-որ վիրահատություններից հետո մնացած դեֆորմացիաների շտկման հետ։ Շատ լավ, բայց երբեմն երբ որ խոսում ենք, այդ պլաստիկ վիրաբուժության մասին, այսինքն այսօր մարդիկ շատերն են զբաղվում պլաստիկ վիրաբուժությամբ, բայց երբ որ շատերն են զբաղվում մի բանով, մարդկանց սկսում է թվալ, որ դա շատ հեշտ է, բայց ինչ դժվարությունների կարելի է բախվել պլաստիկ վիրաբուժության ժամանակ եւ ինչ բարդություններ կարող են առաջանալ կոնկրետ ձեր վիրահատական այդ շրջանակներում, ձեր մասնագիտական շրջանակներում։ Նկատի ունենք բարդությունները, որոնք կարող են առաջանալ վիրահատությունների ընթացքում։ Իհարկե, վիրահատությունը, ցանկացած վիրահատություն, նույնիսկ ամենափոքրիկ ու բանալ վիրահատությունը իր մեջ ռիսկեր է պարունակում, ու մենք միշտ խոսում ենք այդ ռիսկերը պարզապես նվազեցնելու, այլ ոչ զրոյացնելու մասին։ Այսինքն, եթե պացիենտը գնում է վիրահատության, նա պետք է իմանա, որ կան բարդությունների որոշակի հավանականություն։ Այդ պատճառով մեր պրակտիկայի, մեր ուսման, մեր վերապատրաստումների մեծ մասը ուղղված է հենց պացիենտի անվտանգության ապահովմանը, որովհետև մենք աշխատում ենք առողջ պացիենտների հետ, աշխատում ենք մարդկանց հետ, ովքեր կարող են տվյալ վիրահատությունը երբեք էլ չանել ու շատ երջանիկ ու առողջ շարունակել ապրել։ Ուստի անվտանգությունը ու առողջությունը այստեղ առաջնային են։ Ռիսկերը տարբեր են տարբեր վիրահատությունների դեպքում, փոքրիկ վիրահատությունների դեպքում դրանք իհարկե կարճատև վիրահատությունների դեպքում ավելի քիչ են, իսկ երկարատև մեծածավալ վիրահատությունների դեպքում ամեն ինչ մի քիչ ավելի բարդ է ու ավելի մեծ պատրաստվելու պրոցես է ենթադրում ինչ վիրահատությունը։ Այսօր նաև բավականին տարածված է լիպոսակցիան, խոսենք մի փոքր դրա մասին, ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ մարդիկ կարելի ասել պատկերացումներով են դիմում լիպոսակցիայի ցանկանալու ժամանակ։ Լիպոսակցիան դա մարմնի լոկալ որևէ հատվածում ճարպի կուտակման հեռացումն է խողովակով մետաղական եւ վակուումի կիրառումով։
Հիմա կարող եմ ասել արդեն ավելի կրթված են պացիենտները, ավելի ինֆորմացված են գալիս եւ իրենք էլ արդեն հասկանում են, թե ում է ցուցված լիպոսակցիան, սա նիհարելու մեթոդ չէ, սա կիլոգրամներ կորցնելու մեթոդ չէ, ավելի ցուցված է մարդկանց, ովքեր ունեն ճիշտ ապրելակերպ, ունեն առողջ մարմին, նույնիսկ սպորտով են զբաղվում, բայց ունեն մարմնի որևէ հատվածում, ենթադրենք որովայնի ստորին հատվածում կուտակված մի փոքր ճարպ, որը շատ դժվար է թիրախային զբաղվել դրանով սպորտի կամ սննդակարգի փոփոխությունով եւ այստեղ արդեն օգնության է հասնում պլաստիկ վիրաբուժությունը ու լիպոսակցիան։ Բայց երբ որ օրինակ մարդու այդ հատվածից ճարպը դուրս է բերվում, հետո եթե մարդը գիրանում է, այսինքն այդ ճարպը նորից վերականգնվում է, չէ՞, այնպես չի որ ճարպը դուրս են հանում, վերջ ինքը ամբողջ կյանքում հարթ որովայնով է մնալու։ Մենք ծնվում ենք ճարպային բջիջների որոշակի քանակով ու քաշի տատանումների ընթացքում իրենք պարզապես մեծանում, փոքրանում են, ոչ թե բջիջներ են ավելանում։ Լիպոսակցիայի ընթացքում բջիջները հեռացնում ենք։ Ստացվում է նաև այդ հատվածներում ունենում ենք սպիական փոփոխություններ։ Այսինքն հեռացվում են բջիջները, ունենք սպիեր ու արդյունքում այն հատվածում, որտեղ կատարվել է լիպոսակցիա, ճարպի կրկնակի կուտակումը շատ ավելի դժվար է ու քիչ հավանական, քան մարմնի այլ հատվածներում։ Այսինքն, եթե լիպոսակցիայից հետո պացիենտը ավելացնում է իր քաշը, ճարպը կուտակվում է ոչ թե լիպոսակցիայի հատվածում, այլ մարմնի մնացած հատվածների մեջ է բաշխվում։ Այսինքն տարօրինակ կհնչի, բայց մարմնի մյուս մասերը կարող են փքվել, բացի որովայնը օրինակ։ Կարող է, եթե մենք ունենանք քաշի շատ մեծ ավելացում, կարող ենք դիսպրոպորցիոնալ մարմին ստանալ ու հենց այս էլ է պատճառը, թե ինչի լիպոսակցիայի համար պացիենտին պետք է ընտրել շատ ուշադիր ու ճշգրիտ։ Իսկ նաև այդ մասով մի հարց, շատերն են, չէ, գնում դրան, բայց հետո մարդիկ վախենում են, իմ կարծիքով վախերը մեծ է, որ լիպոսակցիայից հետո, այսինքն մարմինը, եկեք այսպես ուղիղ պատկերացնենք, հա, երբ որ մարմնից հեռացվում է այդ ճարպը, այդ ավելցուկը կախվում է, հա, կոպիտ ասած, հենց այդ հարցերը ինչպես կարելի է կարգավորել։ Էլի ճիշտ ընտրությամբ պացիենտին ում կարելի անել լիպոսակցիա, եթե ունենք արդեն իսկ մաշկի էլաստիկության կորուստ, արդեն ունենք մաշկի վրա զոլեր, ստրիաներ, այս դեպքում պացիենտին նախապես զգուշացվում է եւ ինքն է որոշում կայացնում, այսինքն եթե իր համար կարևոր է եւ առաջնային է, որ մաշկը վիրահատությունից հետո լինի շատ ձիգ ու հարթ, ուրեմն լիպոսակցիան այս դեպքում ճիշտ տարբերակ չի, պետք է ընտրել մեկ այլ տարբերակ վիրահատության։ Կան պացիենտներ, որոնց հիմնական խնդիրը, ես այսպես ասեմ, գեղեցիկ տեսք ունենալն է հագուստով, ու այդ դեպքում մաշկի կախվածությունը իրենց այնքան էլ չի անհանգստացնելու, բայց չենք ցանկանում գնալ ավելի ծավալուն վիրահատության, օրինակ լիպոսակցիայի եւ այդ մաշկի հեռացման։ Այս դեպքում իհարկե կարելի է նաև կիրառել լիպոսակցիան որպես գործիք, բայց պացիենտին բացատրելով, որ իր արդյունքը լինելու է ոչ իդեալական։ Նաև գիտենք, որ լիպոսակցիան ինքը այնպիսի վիրահատություն է, որ կարող է լինել օրինակ բարդություններ, հիշում եմ, որ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ունեցել էր վիրահատություն եւ դրանից հետո ամբողջովին մաշկի հատվածների վրա հետքեր էին մնացել, ասում էր, որ վերքերը հնարավոր է որ բացվեն, դա ինչից կարող է լինի, դա մարդուց է կախված, թե արդեն բժշկի նաև որոշ ոչ ճիշտ աշխատանքից։ Եթե հենց Գոհարի մասին խոսենք, նախ իր մոտ միայն լիպոսակցիա չէր կատարվել, իր մոտ բարիատրիկ վիրահատությունից ու քաշի մեծ նվազումից հետո կատարվել էր կոմպլեքս վիրահատություն, աբդոմինոպլաստիկա, ազդրերի, բազուկների ձգում, կրծքերի ձգում իմպլանտավորումով եւ խնդիրը այստեղ ոչ թե լիպոսակցիայի հատվածի հետ էր, այլ ազդրերի ձգման, գերձգման հետևանքով իր մոտ առաջացել էր վերքի լավացման խնդիր։ Միայն լիպոսակցիան ինքը ավելի քիչ բարդությունների հավանականություն ունի, քան օրինակ այդպիսի մեծ վիրահատությունները, որտեղ կա նաև արդեն կտրված կոմաշկի հեռացում։ Բայց այս դեպքում էլ միշտ կա իհարկե հավանականություն ցանկացած ձեռքերում, նույնիսկ ամենապրոֆեսիոնալ վիրաբույժի մոտ կան բարդությունների առաջացման որոշակի տոկոս ու հավանականություն, այնպես որ ոչ ոք ապահովագրված չէ, չենք մեղադրում ոչ ոքի, Գոհարի վիրաբույժը իմ համար այնքան էլ սիրելի վիրաբույժ չի, բայց ամեն դեպքում բարդությունը չի կարելի մեղադրել միայն բարդության մեջ վիրաբույժին ու միայն նրա հմտությունը։ Շատ լավ, բայց բացի ստամոքսի, ստամոքսի չէ դա։
Ստամոքսի փոքրացումը չեն թան վիրաբույժներն անում։ Իրանք փոքրացնում են ստամոքսը, մարդը լիքնի հարում է, գալիս է մեր մոտ։ Այսինքն բացի լիպոսակցիայից դուք իրականացնում եք նաև մարմնի այլ մասերի փոքրացում։ Օրինակ հենց կրծքերի փոքրացման մասին եթե խոսենք, ինչպես են պացիենտները գալիս ձեզ մոտ, դա արդյոք հիմնականում առողջական վիճակից կախված խնդիր է, թե էսթետիկ կարիքներ են դրանք։ Հասել ենք իմ ամենասիրելի թեմային, այս իմ ամենահաճախ կատարվող վիրահատությունն է իմ պրակտիկայում, ու ոչ, այստեղ խնդիրը միայն էսթետիկ չէ, քանի որ մեծ կուրծքը շատ անհարմարություններ է պատճառում պացիենտին ու ինձ մոտ գալուց առաջին գանգատը հենց այդ մեջքի շրջանում ցավերն են, ծանրության զգացումը, որից պացիենտը փորձում է ազատվել։ Շատ այլ դժվարություններ կան սպորտով զբաղվելուց, առօրյա կյանքում պարզապես շարժվելուց, սովորական գործողություններ կատարելու դժվարություն, հագուստի ընտրությունն է չափազանց բարդ, հենց կրծքալի ընտրությունը նույնիսկ շատ դժվար է պացիենտների մոտ։ Ու այս պացիենտների դեպքում վիրահատությունից գոհունակությունը շատ բարձր տոկոս է, քանի որ նրանք նույնիսկ ոչ իդեալական էսթետիկ արդյունքի դեպքում միևնույն են թեթևությունը, որ ունեն մեն վիրահատությունից անմիջապես հետո արդեն իրենց համար մեծ առավելություն է ու արդեն իսկ երջանկություն են բերում։ Իսկ մայրերի մոտ խնդիր չի առաջանում, այսինքն երեխաներին կերակրելը եւ այլն ինչ բարդություններ են առաջանում այս պարագայում։ Եթե կինը դեռ չի կերակրել մինչ վիրահատությունը, մենք սա միշտ մանրակրկիտ քննարկում ենք, որովհետև այստեղ որոշում կա կայացնելու։ Հավանականությունը, այսպես ասեմ, 50-50 է։ Հնարավոր է ստացվի կերակրել վիրահատությունից հետո, հնարավոր է ոչ։ Ուստի, եթե սկզբունքային է կրծքով կերակրելը, եթե կինը անպայման որոշել է, որ իր ապագա բալիկը պետք է ուտի կրծքի կաթ, ուրեմն վիրահատությունը հետաձգում ենք։ Եթե պատրաստ է գնալ այդ զողողությանը, քանի որ դիսկոմֆորտը շատ մեծ է ու ինքը հենց այդ պահին է ուզում լուծել խնդիրը ու զգալ թեթևություն ունենալ ավելի փոքր կուրծք, ուրեմն գնում ենք վիրահատության, բայց արդեն մտքում ունենալով, որ կարող է կերակրման հետ դժվարություններ ունենանք։ Մարդիկ պետք է վիրահատությունից հետո միանշանակ հասկանան, որ պետք է որոշակի բաներ իրենց ապրելակերպում փոփոխեն եւ որոնք են դրանք կամ այն ոսկե կանոնները, որ պետք է վիրահատությունից հետո պահպանել, թեկուզ օրինակ հենց լիպոսակցիայից հետո։ Եկեք սկսենք վիրահատությունից առաջից։ Նախ եթե ծխում է պացիենտը, միանշանակ պետք է թողնել ծխելը վիրահատությունից գոնե 3-4 շաբաթ առաջ։ Պետք է սկսել զբաղվել սննդակարգով, ոչ թե վիրահատությունից անմիջապես հետո, այլ առաջ էլ։ Այսինքն, եթե մինչ այդ դուք ուտում եք անկանոն, ունեիք քաշի տատանումներ, հիմա պետք է կարգավորել դա, հասնել ստաբիլ քաշի, դրանից հետո գնալ վիրահատության։ Վիրահատությունից հետո կրկին շարունակում ենք խոսքը դիետաների մասին չէ, ուղղակի սովորական առողջ սննդակարգի, բալանսավորված դիետայի ու իհարկե լիպոսակցիաներից հետո կարևոր է զբաղվել սպորտով։ Այս ամենը միտված է արդյունքի պահպանմանը, որպեսզի խնդիրը, որ մինչ այս քննարկեցինք, ճարպի կրկին կուտակում ու արդեն կուտակումը մարմնի այլ հատվածներում, որպեսզի այսպիսի խնդրի չառնչվենք։ Կոպիտ ասած մարդիկ երբեմն ալարում են իրապես ու եթե կան խնդիրներ, որոնք մարմնամարզությամբ, ֆիզիկական զբաղվածությամբ ու սպորտով կարելի է շտկել, մարդիկ այդ դեպքում նախընտրում են առավել կոպիտ ասած հեշտ տարբերակը, ես ինքս այդպես չեմ կարծում, բայց ամեն դեպքում կոպիտ ասած հեշտ տարբերակն են նախընտրում ու դուք ինչ եք կարծում, եթե պացիենտը գալիս է ձեզ մոտ ու դուք որպես բժիշկ տեսնում եք, որ խնդիրը շտկելի է օրինակ սպորտի միջոցով, արդյոք վիրահատության գնալը ճիշտ է։ Սխալ է ասել ալարել բառը, ոչ, որովհետև վիրահատությունը չի փոխարինում ոչ սպորտին, ոչ սննդակարգին ու չենք վերցնում վիրահատության մարդկանց, ովքեր ունեն արտահայտված ոչ առողջ ապրելակերպ ու որտեղ հստակ է, որ վիրահատությունից ամիսներ հետո մենք ունենալու ենք էլի քաշի կտրուկ ավելացում։ Այս դեպքում արդեն խնդիրը ոչ միայն պացիենտի առողջությունն է ու նրա էսթետիկ արդյունքը, այլ հենց իմ որպես վիրաբույժ իմ աշխատանքի գնահատելը, քանի որ ես իմ ժամանակ, իմ գիտելիքներ, իմ աշխատանքը ներդնում եմ մի
գործի մեջ, որը հաջողությամբ չի պսակվելու, քանի որ ամիսներ անց պացիենտը ինձնից լինելու է չափազանց դժգոհ, որովհետև էլի հավաքելու է քաշը ու էլի ունենալու է այս անգամ արդեն նույնիսկ դեֆորմացիաներ, եթե մինչ լիպոսակցիան հնարավոր է ուներ ավելի հարթ մաշկ, ճարպի ավելի ճիշտ տեղակայում, հիմա արդեն ունենալու է արտահայտված դեֆորմացիաներ։ Ուստի եթե հնարավոր է խնդիրը լուծել սպորտով, եթե խնդիրը ոչ թե ինչ-որ փոքր հատվածում լոկալ ճարպի կուտակումն է, այլ ամբողջ մարմնի ընդհանուր մեծ ճարպի տոկոսը եւ քաշի մեծ ավելցուկը, այս դեպքում ուղղորդում ենք կամ դիետոլոգի մոտ կամ կախված արդեն քաշից կամ բարիատրիկ վիրաբույժի մոտ, իսկ եթե ինչ-որ դեպքերում նաեւ իհարկե խորհուրդ ենք տալիս ուղղակի սպորտով զբաղվել։ Բայց պլաստիկան լուծում այն խնդիրները, որոնք օրինակ սպորտը չի կարող լուծել։ Մենք այդպիսի սխալ պատկերացում ունենք, որ սպորտով հնարավոր է կախված մաշկը ձգել, բայց ոչ, եթե մենք արդեն իսկ ունենք կախված մաշկ, միակ տարբերակի այս դեպքում վիրահատությունն է ու վիրահատական ճանապարհով այդ մաշկը հեռացնելը։ Իհարկե ես արդեն նիհարած կամ նույնիսկ դեռ նիհարելու process-ում գտնվող, բայց կախված մաշկով մարդուն չեմ ուղղորդելու էլի սպորտզալ պնդելով, որ գնա զբաղվիր սպորտով, մաշկդ կձգվի, ոչ։ Այսինքն պետք է յուրաքանչյուր պացիենտի հետ ունենալ անհատական մոտեցում ու մի կողմ դնել այդ վիրաբույժի ազարտը, երբ որ դու ուզում ես վիրատել, շատ վիրատել ու բոլորին վիրատել, պետք է մի քիչ դա մի կողմ դնել ու մտածել պացիենտի մասին ու նաև սրանով մտածում ենք իմ իսկ հեղինակության ու վիրաբույժի հեղինակության մասին, քանի որ դժգոհ պացիենտը երբեք ինձ չի բերելու նոր պացիենտներ ու երբեք հեղինակությանս վրա լավ ազդեցություն չի թողնելու, այսպես ասեմ։ Այդքան շատ պացիենտների հետ աշխատելով ինձ թվում է, որ դուք ոչ միայն վիրաբույժ եք, այլ նաև հոգեբան եք ու շատ հաճախ մարդիկ հենց այդ խնդիրներով, երբ որ իրենք չեն կարողանում իրենց ընդունել այնպիսին ինչպիսին կան, գալիս են ձեզ մոտ եւ կարող եք հիշել այնպիսի դեպք, որը բավականին ազդել է ձեզ վրա, որ մարդը չի կարողանում իր կոմպլեքսները հաղթահարել նույնիսկ վիրահատությունից հետո։ Օրինակ, չգիտեմ, մտածում է, որ իր որովայնը հարթ չի, հարթեցնում է, բայց ինքը էլի մտածում է, որ ինչ որ մի բան այն չի իր հետ։ Իմ կարելի ասել եւ բախտս բերել է ինձ մոտ պացիենտներից շատ եմ սիրում ու շատ adekvat են իրենք ու այդպիսի պացիենտներին ձեր նկարագրությանը համապատասխանող մի քիչ մարմնի դիսմորֆիկ խանգարում եք նկարագրում, որի դեպքում արգելված, խոր չի տրվում վիրահատություն կատարել, ընդհակառակը պետք է պացիենտին ուղղորդել հոգեբանի կամ հոգեբույժի մոտ, փորձում են կոնսուլտացիայի փուլում այսպիսի պացիենտներին հայտնաբերել եւ նրանց հետ արդեն վիրահատարան չհասնել, որովհետև իրենք անկախ նրանից թե ինչպիսի արդյունք կլինի, անկախ կատարված վիրահատության որակից, էսթետիկ արդյունքից, իրենք լինելու են միշտ դժգոհ, իրենք միշտ փնտրելու են նոր բան, ինչը կարելի է փոփոխել ու չեն հարմարվելու նաև այդ կատարված փոփոխության հետ։ Ես շատ երկար կոնսուլտացիաներ եմ ունենում պացիենտների հետ, որոնց ընթացքում փորձում եմ վերհանել իրենց մոտիվացիան, հասկանալ ինչն է դրդել վիրահատության, ինչ են սպասում, արդյոք իրենց ակնկալիքները համապատասխանում են իրականության ու արդյոք ես կարող եմ ստանալ ինչ որ իրենք սպասում են։ Եթե ոչ, ուրեմն հրաժարվում եմ պարզապես վիրահատելուց։ Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն լիպոսակցիա իրականացնելու համար։ Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև կախված է թե մարմնի որ հատվածն ենք ուզում վիրահատել, վիրահատությունը փոքրածավալ է ու կարելի անել տեղային ազգայացումով, թե պետք է անել ընդհանուր ազգայացումով ու էլի շատ գործոններ։ Ինձ հատված ասեք, ես դες մոտավորապես ասեմ։ Այն որ մեր հետևորդներին հատկապես գնային առումը շատ կհետաքրքրի, կարող ենք սկսել օրինակ հենց այդ լիպոսակցիայի իրականացումից։ Օրինակ որովայնի ու մեջքի լիպոսակցիա կատարելու համար կախված թե որ կլինիկայում, որ վիրաբույժի մոտ կկատարեք, այդ կարելի անել սկսած 250-300 հազար դրամից մինչև 1 միլիոն եւ նույնիսկ ավել։ Կրծքերի մեծացում չեք անում, չէ՞։ Անում եմ իհարկե։ Մեծացում, փոքրացում դրանք։ Կամ բոլորի գները հերթով պիտի ասեմ։ Չէ, մոտավոր արժեքները ասեք, որ պատկերացումը կազմվի, այդ ասեք ու վերջ։ Եկեք իմպլանտների արժեքը ասեմ ես ձեզ։ Իմպլանտները կախված արտադրողից, կախված բրենդից, արժեն 1000-ից մինչև $1500
Սրան գումարվում է նաև վիրահատության արժեքը, որը էլի կարող է սկսել $500-ից, բայց միջինում մի փոքր իհարկե ավելի բարձր է։ Նաև դուք կատարում եք բլեֆարոպլաստիկա, կխոսեք դրա մասին, թե ինչ է իրենից ներկայացնում եւ ինչու են մարդիկ դիմում տվյալ վիրահատությանը։ Այս պլաստիկայի ամենահաճախ կատարվող վիրահատություններից է, քանի որ ինքը փոքրիկ վիրահատություն է, կարճ հետվիրահատական շրջանով, կոպերից ավելորդ մաշկի հեռացումն է։ Դիմում են հիմնականում 30-ից հետո կանայք, երբ հայացքը սկսում է կամաց ծերանալ ու հայտնվում է այդ ավելորդ մաշկը։ Վիրահատությունը կարելի է կատարել դեղային ազգայացմամբ, շատ կարճատև է, մի ժամ էլ չի տևում նույնիսկ եւ ունի կարճ հետվիրահատական շրջան։ Ես այս ամեն ինչը sense թեթև ներկայացնում եմ, բայց ինքը փոքրիկ վիրահատություն լինելով հանդերձ շատ մանրակրկիտ մոտեցում է պահանջում եւ շատ ճիշտ պլանավորում ու էլի պացիենտի ճիշտ ընտրություն, որովհետեւ երբեմն կոպերի կախվածությունը ոչ թե ավելորդ մաշկի խնդիր է, այլ հոնքերի դիրքի խնդիրն է։ Նաև ես տեսել էի հայտնիներից մեկին, որ Լուսինիակը մոդել կատարել էր այդ վիրահատությունը ու ինքը նշում էր, որ անցել է ժամանակ իր դեմքի մի մասը շատ դժվար է վերականգնվել, հնարավոր է որ տենց բան լինի, այսինքն վիրահատությունից հետո վերականգնման ժամանակ այդ հատվածների ասիմետրիա տա։ Հա, իհարկե, ասիմետրիա վիրահատությունից հետո վաղ փուլերում շատ հաճախ հանդիպող է, նույնիսկ դա բարդություն չեմ ուզում անվանել, քանի որ դա պարզապես իրավիճակ է, կախված է անընդհավորումից ու նյարդավորումից դեմքի կամ մարմնի երկու կեսերի ու այտուցները կարող են խիստ անհավասարաչափ իջնել ու տարբեր պացիենտների մոտ տարբեր արագությամբ։ Այնպես որ այն ինչ որ իր հետ է կատարվել եւ նորմալ է ու շատ հաճախ է պրակտիկայում հանդիպում ու դա չի կարելի դիտարկել որպես բարդություն կամ բան, որը պետք է հետ պահի վիրահատվելուց։ Նաև ձեր էջում գրված է, հա, որ դուք վիրաբույժ եք, ով սիրում է բնականը, ինչպես կմեկնաբանեք դա, որովհետև դուք լինելով այդ ոլորտի մասնագետ, ինչպես եք կարողանում այդ գայթակղություններին դիմանալ, որովհետև եթե ես լինեի հիմա ամեն ինչս վիրահատել էի։ Գայթակղությանը սկզբում է դժվար դիմանալ, երբ հասկանում ես, որ գործիք ունես, որը չասեմ անսահմանափակ, բայց մեծ հնարավորություններ է տալիս մարմինդ կամ դեմքդ փոփոխելու, բայց նաև ոլորտում լինելը թույլ է տալիս հասկանալ այդ ձեր ասած կախարդական փայտիկի սահմանափակումները, հասկանալ իրական սահմանները, ինչ կարող է անել պլաստիկան եւ ինչ չէ։ Դիմել եմ իհարկե վիրահատության տարիներ առաջ, երբ որ շատ մեծ քաշ էի կորցրել ու սրա մասին նույնիսկ իմ էջում էլ բաց խոսում եմ, որովհետև մեկ հեյթերները իմ ինստագրամյան վիդեոների տակ գրում են, բա ինչի դուք չեք վիրահատվում, նկատի ունենալով միգուցե այդ վիրահատությունները այնքան էլ լավ չեն կամ իմաստ չունեն ու մենք մի բան գիտենք վիրաբույժներով, դրա համար չենք վիրահատվում, վիրահատվել եմ, բայց իհարկե կյանքը բալիկները վիրատվելուց հետո զույգ բալիկներ ունեցա ու փոխվեց լրիվ նորից կենսակերպս, փոխվեց սննդակարգս ու հիմա վերադարձել եմ մինչ վիրահատական նորից քաշին, բայց չեմ ափսոսում, որ վիրահատվել եմ ու այդ վիրահատության միջով անցնելն էլ ինձ պացիենտներից մի քայլ ավելի մոտ է դարձրել, որովհետև հիմա այն ինչ որ ես իրենց անում եմ, այն ինչի մասին իրենց պատմում եմ, արդեն պատմում եմ նաև այդ իրավիճակում եղած մարդու տեսանկյունից։ Ու նաև ձեր փորձով մարդիկ երբեմն մտածում են, որ նման վիրահատություններից հետո ծննդաբերությունը շատ բարդ է եւ նույնիսկ անհնար։ Դուք ասացիք, որ զույգ բալիկ եք ունեցել, այդ մասով այսինքն խնդիրներ չկան։ Ոչ, մենք շատ հաճախ վիրահատում ենք երիտասարդ աղջիկների ու աբդոմինոպլաստիկան հիմա առանց հապաղելու կատարում ենք նաև չծննդաբերած կանանց մոտ։ Կարող է մի փոքր մտածենք կամ եթե չկա շատ արտահայտված ցուցում չկատարենք մկանների դիաստազի վերականգնում, չծննդաբերած կնոջ մոտ, բայց ուղղակի ավելորդ մաշկը հեռացնելը կատարում ենք։ Դե ինչ Տաթևիկ ջան, շնորհակալ ենք նման անկեղծ ու հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր ձեզ հյուր լինելը, հուսով եմ եւս արդյունք կունենանք եւս մեկ անգամ զրուցել։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, որ եթերում թեթև զրույց ոդկասթներ, իսկ մեր հյուրն էր
պլաստիկ վիրաբույժ Տաթևիկ Պողոսյանը։ Մինչ հաջորդ հանդիպում։